Ժողովրդական խաղաղություն բոլորին, սիրով փոխանցում եմ եկեղեցուս բարևները ձեզ բոլորին, Աստված օրհնի։ Սոր Աստված իմ սրտից դրել է խոսալու մի կարճ Ծննդոց 41-րդ գլխում տեղի ունեցած իրավիճակի մասին։ Ժամանակի պատճառով չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, սերը, ընդամենը մի կարճ համար ուզում եմ կարդալ ու կանցնենք առաջ։ Աստված ստեղծել է մի միջոց, որովհետև մենք կարողանանք այդ միջոցով դիմակայել մեր երկրավոր խնդիրներին, դժվարություններին։ 41-րդ գլխում սերներ Աստված իր զորավոր մարդու Հովսեփի միջոցով բացահայտում է մի կարևորություն, որ մեր կյանքի մեջ կա եւ առատություն եւ սով։ Եվ Աստված տվել է մեզ հնարավորություն եւ միջոց, թե մենք ինչպես օգտագործենք մեր առատությունը ընդդեմ մեր սովի։ Յուրաքանչյուր հոգևորի կյանքում կա սով կոչվածը։ Դա պարտադիր հացի սով կարող է չլինել։ Մենք ունենք շատ սովեր, մեկը ունի ազատության սով, մյուսը ազատագրման սով, մյուսը ներման սով, մյուսը բարեկամի սով, հարազատի սով, մտերիմի սով, մեկը հետ կիսվելու սով։ Միևնույն է, որից մի բան, մի սով կա մեր կյանքի մեջ, որ մենք ապրում ենք այս երկրի վրա։ Եվ Աստված ստեղծել է միջոց, որովհետև մենք կարողանանք այդ սովին դիմակայել։ Եվ ինչ է իրականում սովը մեր կյանքի մեջ։ Փարավոնը երազ էր տեսնում 41-րդ գլխի մեջ, եւ նա տեսնում էր սկզբում 7 պարարտ կովեր, եւ նա տեսնում էր 7 նիհար կովեր, եւ տեսնում էր, որ այդ նիհար կովերը ուտում էին 7 պարարտ կովերին։ Դրանից հետո նա տեսնում էր 7 լեցուն հասկեր եւ 7 նիհար հասկեր, եւ այդ դատարկ նիհար հասկերը կուլ էին տալիս 7 լիքը հասկերին։ Եվ նա արտանալով սերներ հարցեր տալիս, կանչում էր իր ամբողջ մոգերին եւ խնդրում էր, որպեսզի նրանք մեկնաբանեին երազը։ Նա պահանջում էր, որպեսզի մոգերը կատարեին մի գերագույն բան, նրանք պետք է ասեին եւ երազը եւ մեկնությունը։ Նա ասում էր, որ ես ձեզ պետք է չհայտնեմ իմ երազը, որ դուք դրա վրայով չմտածեք, այլ ձեզանից պետք է պահանջեմ, որպեսզի դուք հայտնեք եւ երազը եւ մեկնությունը։ Եվ մենք կարդում ենք սերներ, որ նրանք ասում են, որ այնինչ դու պահանջել ես, դա անհնարին է, որովհետեւ մի մարդ երկրագնդի վրա դա չի կարող անել։ Քո պահանջածը փարավոն անհնարին է։ Գիտեք սերներ, մենք մեր կյանքի մեջ էլ շատ անգամներ տեսնում ենք տեսիլքներ կամ երազներ, եւ մենք տեսելով այդ տեսիլքները եւ երազները սկսում ենք ինչ անել, մեկնաբանել, այնպես ինչպես մենք ենք հասկանում, չէ՞։ Ձին մուրազե սերնե թեզը։ Մենք այս ձևով ենք սկսում փորձել ինչ անել, մեկնաբանել մեր երազները։ Ինչ տեսանք։ Տատս ասում էր, որ պատարական ընկավ տունը կնիկ մարդ է գալու։ Ու այդ ոճով սկսում ենք ինչ անել, թարգմանել։ Եվ փարավոնի մոտ եղած նույն մոգերը առաջնորդվում են նույն պրինցիպներով։ Բայց փարավոն պահանջեց, որովհետև նրանք ասեն եւ երազը եւ նրա մեկնությունը։ Գիտես, իմաստուն բան է, երբ դու տեսնում ես տեսիլ, երազ կամ հայտնություն, ու դու չես մեկնաբանում այն ինչպես դու ես հասկանում, այլ ուզում ես որ սետ քո տեսածը մեկնաբանի Աստծուց ընտրված մի մարդ, որի մեջ Աստված դրել է այդ շնորհքը։ Եվ փարավոնի իր կյանքի մեջ մաներ գալիս այսպիսի մի մարդու, ով կկարողանա ասել ինձ երազը եւ նրա մեկնությունը։ Եվ մենք տեսնում ենք սերներ, որ թագավորի առաջ, փարավոնի առաջ կանգնես մեկ եւ ասես գիտես փարավոն, տարիներ առաջ, երբ ես գտնում եք բանտի մեջ, կար մեկը Հովսեփ անունով, որ նա կարողացավ ինչ անել, պատմել ու մեկնել իմ տեսած երազը, կանչի նրան եւ նա քեզ կմեկնաբանի։ Եվ գրված է, որ նա եկավ եւ մի խոսք կար, որ իմաստուն վարմունք ունեցավ նա, կանգնեց թագավորի առաջ, դուք գիտեք այդ պատմությունը երևի ամենը, եւ ասեց, որ Աստված քեզ այս երազներն է տվել։ Եվ հետո ինչ արեց, երազը մեկնաբանեց։ Դա գրված է 41-րդ գլուխ 32-րդ համարի մեջ։
Նա ասում է երազը երկու անգամ փարավոնին կրկվելու պատճառը այս է, որ այս բանը Աստծո հաստատվեցավ եւ Աստված չուտով պիտի աներ այն։ Ուստի հիմա թող փարավոն անճարը իմաստուն մարդ գտնե եւ զանիկա Եգիպտոսի երկրի վրա կանգնեցնե։ Եվ նա ասում էր, որ այնինչ որ քեզ Աստված ցույց է տվել, որ գալու են 7 առատության տարիները, որից հետո գալու են նաեւ 7 սովի տարիները։ Եվ ասում էր թագավորը թող մի իմաստուն մարդ գտնի եւ դնի իր իշխանության մեջ։ Շարունակության մեջ ասում էր, թող փարավոնը այսպես սնե, որպեսզի առատության ժամանակ ինչ անեն, բերք հավաքեն, շտեմարանների մեջ ամբարեն, որպեսզի սովի ժամանակ կարողանան դիմակայել։ Գիտեք սերներ, փարավոն հավատացյալ չէր, բայց նա իմաստուն մարդ էր։ Շատ ավելի իմաստուն, քան այսօր շատ հավատացյալ։ Մեր կյանքի մեջ միշտ լինում են առատություններ եւ սովեր։ Ձեզ է չեղել եւ դուք գալիս եք կամ ապաշխարում եք, կամ պաշտամք եք գալիս, մի օր արթնանում եք, ձեր կյանքը լիքն է, լեցուն է, լցված է, զորավոր է, ոչ մի բանի պրոբլեմ չունեք, աղոթում եք, սերը տեղն է, հավատքը տեղն է, ամեն բան առատությամբ տրված է, քարոզում եք, վկայում եք, ուրիշներին եք տալիս ձեր ունեցածը։ Եվ հանկարծ արթնանում եք մի օր եւ տեսնում եք, որ ինչ կա, ձեր կյանքի մեջ սկսել է ինչ գործել, սովը գործել։ Աղոթելը չի գալիս, երկելը չի գալիս, պաշտամունքի հավես չունես գնալու ու նման պրոբլեմներ։ Սրանք կյանք են սերներ, որ Աստված ստեղծել է մեր կյանքի մեջ, առատությունը եւ սովը։ Սրանք անխուսափելի մաս են, որի միջով մենք պետք է անցնենք։ Բոլոր մարդիկ իրանց հերթին եւ ունեցել են ընկած վիճակ եւ ունեցել են բարձրացած վիճակ։ Բոլոր սուրբերը իրանք ապրել են եւ սովի մեջ եւ ապրել են առատության մեջ։ Բայց սերներ Աստված մարդկանց իր հոգու հայտնությամբ սովորեցնում է, թե ինչպես մենք կարողանանք առատության ժամանակ պաշար կուտակել, որպեսզի սովի ժամանակ մենք սովամաչ լինենք։ Եվ նա ասում էր, որ թող դնի մի իմաստուն մարդ եւ նա այս գործողությունը կատարի։ Տեսեք սերներ Ովսեփի կյանքը։ Ով էր Ովսեփը։ Նա սիրված ազնվորություն էր։ Բայց ինչ եղավ, հանկարծ մի օր նա հայտնվեց որտեղ գերության մեջ։ Որտեղ է նա գերության մեջ։ Հետո որտեղ էր բանտի մեջ։ Եվ դա մենը մի քանի ժամ հետո որտեղ էր նա հայտնվում փարավոնի թագավորի առաջին։ Եվ դա մենը մի քանի րոպե հետո նա որտեղ էր հայտնվում որպես Եգիպտոսի իշխան։ Ինչ էր տեղի ունեցել։ Ինչպես էր կարողացել Հովսեփը դիմակայել սովի ժամանակ։ Եվ ինչպեսի միջոց է Աստված այսօր մեզ տալիս, որ ուզում ենք դիմակայենք այս սովի ժամանակ։ Հիշին մի կարևոր բան սերներ։ Աստված ուզում է մեզ օր առաջ տանել իր փառքի մեջ։ Օր շինել եւ օր ավելի նոր շնորհքով լցնել մեր կյանքը։ Բայց դրա համար Աստված ուզում է, որ մենք սկզբից անցնենք սովը։ Գիտենանք ինչը չունենալը եւ կարողանանք դիմակայել այդ իրավիճակների մեջ։ Եվ մենք կարդում ենք սերներ 14-րդ համարի մեջ, նույն գլխի 14-րդ համարն եմ կարդում։ Գրված է, որ փարավոն մարդ ղրկեց, կանչեց Հովսեփը։ Եվ շուտով նրան բանտից հանեցին, նա հացիրվեցավ, իր անդերսները փոխեց եւ փարավոնին եկավ։ Կա մի համակարգ, որ Աստված օգտագործում է տիեզերքի մեջ ամեն բաները պահելու համար, դա հավասարակշռության օրենքն է, որ ամեն բան հավասարակշռության սկզբունքով է պահպանվում։ Գիտեք նժարը ինչ է, կշեռքը ինչ է։ Կշեռքը հավասարակշռության համար է դրված։ Եվ Աստված իր սկզբունքներով ամբողջ երկինքը, ամբողջ երկիրը, ամեն բան տիեզերքը պահում է հավասարակշռության շնորհքով ու օրենքով, սկզբունքով։ Եվ Աստված նաև մեր մեջ ու մեր հոգևոր կյանքում ստեղծել է միջոց, որով մենք կարող ենք ինչ անել, հավասարակշռված պահել մեր հոգևոր վիճակը։ Այսինքն, երբ մենք փառքի մեջ ենք, հաջողության մեջ ենք, երբ մենք շնորհքի մեջ ենք, առատության մեջ ենք, մենք դրանով չենք փառավորվում, մենք դրանով չենք բարձրանում, մենք չենք վայելում, մենք մեր ամբողջ ունեցածը չենք ծախսում դրա վրա։ Ու երբ որ սովը գա, մենք հայտնվենք որտեղ սովի մեջ։ Սերներ, երբ Հովսեփը գտնվում էր բանտի մեջ, նա կարողանում է իր
հավասարակշռության մեջ, որն է այդ հավասարակշռությունը։ Մենք արտարում ենք այդ խոսքերը սերներ։ Մենք տեսնում ենք, որ երբ նա բարձունքի մեջ էր, նա եղբայրներին ասում էր, գիտեք, ես մի երազ տեսա, որն է այդ երազը, որ արև լուսին ու 12 աստղեր ինչ են անում, խոնարհվում էին իմ առաջ։ Նա դա ասում էր սերներ, բայց նա գիտեր թե դա ինչ է նշանակում, եւ գիտեք հետաքրքիրը որն է սերներ, որ նա իր եղբայրներին չէր պահանջում, խոնարհվեք իմ առաջ, որտեղ սա Աստծո հայտնությունն է եւ Աստված ուզում է, որ դուք հայտնվեք իմ առաջ։ Նա ասում էր ինչ փառք տամ Աստծուն եւ կարողանամ Աստծուն հավատարիմ մնալ։ Ասում է սերներ պատմության մեջ, որ Սողոմոն թագավորը մի մատանի է ունեցել եւ այդ մատանի մեջ մի գիր է գրված եղել, վրա մի գիր է գրված եղել։ Ասում է, երբ Սողոմոնը շատ տխուր է եղել, նայել է այդ գրին եւ տխրությունն անցել է։ Ասում է, որ Սողոմոնը երբ որ շատ ուրախ է եղել, ցնծության մեջ է եղել, նայել է այդ գրին եւ հանդարտվել է։ Ասում է, գիտեք այդ գրի վրա ինչ է գրված եղել, այդ մատանու վրա գրված է, սա է կանցնում։ Գիտես սիրելիս, այսօր իմ եւ քո կյանքի մեջ գոյացած սովը դա միշտ չի որ սով է եղել։ Եթե դու այսօր ընկած ես հիշիր, դու միշտ ընկած չես եղել։ Եթե դու այսօր բարձր ես, հիշիր, դու միշտ բարձրում չես եղել։ Սա շատ կարևոր նախապայման էր, որ կար Հովսեփի կյանքի մեջ։ Եվ նա գտնվում էր բանտի մեջ, նա ինչ էր անում, նա չէր բողոքում Աստծուն։ Տեր, ինչի համար եմ ես բանտի մեջ, գերության մեջ։ Հիշում եք սերներ, Հոբ 19-րդ գլուխ 25-րդ համարը։ Հիշում եք Հոբի կյանքի մեջ ինչ էր տեղի ունեցել։ Երբ մենք կարդում ենք առաջի գլխի մեջ, մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատիժներ էր գալիս Հոբի կյանքի մեջ։ Եվ մենք տեսնում ենք 21-րդ համարի մեջ Հոբ ասում էր. Տերը տվավ, Տերը առավ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սա հենց հավասարակշռության օրենքը եւ սկզբունքն էր, որ Հոբը բերել էր իր կյանքի մեջ։ Նա փառք էր տալիս Աստծուն եւ գոյության առատության մեջ է։ Հիշում եք, իրավորությունները ուտում ու խմում են գրված է Հոբի իրանց համար զոհ էր մատուցանում Տիրոջը եւ գոյություն էր այդում ասում էր միգուցե երեխաներս որից մի մեղ գործած լինեն Տիրոջ առաջին։ Եվ Հոբի երեխեքը չկար, ունեցվածքը չկար։ Հոբի չէր ասում փառք Տիրոջը։ Տերը տվավ, Տերը տարավ։ Եվ Հովսեփ գտնում էր բանտի մեջ, նա ասում էր փառք Տիրոջը։ Եվ համոզված են, տեսնում են մենք Հովսեփի կյանքը, եւ նա կանգնեց փարավոնի դիմաց, եւ փարավոնը ասեց. լսել եմ, դա գրված է 11-րդ համարի մեջ, որ դու կարող ես երազներ մեկնել, դու շատ հզոր մի մարդ ես։ Գրված է փարավոնին Հովսեփ ասեց. ոչ թե ես, այլ Աստված փարավոնին պիտի տա նպաստավոր պատասխան ամեն։ Տեսեք, Հովսեփի սկզբունքը ինչի մեջ էր սերներ։ Նա հասկացել էր, որ այն շնորհքը, որ ինքը ունի, դա իրենից չի, այն ումն է, Աստծո շնորհքն է։ Եվ նա ասում էր, գիտես, ես չէ որ բարձրանալու եմ քո առաջին, այլ Աստծո շնորհքն է բարձրանալու մեր մեջ։ Ամեն։ Հիշիր սիրելիս։ Հիշիր, որ հնարավոր է մի օր դու լինես աղքատության մեջ, բանտի մեջ, մի օր լինես փարավոնի առաջին։ Եվ հնարավոր է մի օր դու լինես թագավոր, օծված, ուրախ տապանակի առաջ պարող Դավիթ եւ հաջորդ քայլում լինես ով սկացող տառապանքի մեջ Դավիթ։ Հիշիր սիրելիս։ Աստված ստեղծել է այս միջոցը, որովհետեւ մենք կարողանանք մեր հոգեվոր կյանքը բալանսի բերել։ Կարողանանք մեր հոգեվոր կյանքը միշտ պահել հավասարակշռության մեջ։ Եթե սուրճ կա պրոբլեմ, դժվարություն կա քո կյանքի մեջ, մի սկա սրանով սիրելիս, գոհացիր Աստծուց։ Հիշիր, որ սովը մի միջոց է, որ քեզ Տերը ավելի բարձրացնի։ Եթե դու այսօր բարձրում ես, մի ցնծա, մի վերևից նայիր մարդկանց, հիշի, որ Աստված ուղարկելու է քո կյանքի մեջ սով, եւ դու նորից գլուխդ խոնարհել ես այդ քրոջ կամ այդ եղբոր առաջին։ Հիշիր, Աստված ստեղծել է հավասարության, հավասարակշռության սկզբունք։ Նա ստեղծել է սա, որովհետեւ մենք ապրենք հավասարակշռված կյանքով։ Կարողանանք ամեն բանի մեջ տեսնել ինչը Տիրոջ ձեռքը։
հիշում եք դուք Հովսեփի կյանքը։ Եվ եղբայրներին նա հայտնեց, ասեց, գիտեք, ես Հովսեփն եմ։ 46-րդ գլխի մեջ գրված է, նա ասեց, ոչ թե դուք ինձ Եգիպտոս ուղարկեցիք, այլ Աստված ինձ ձեր առջևից Եգիպտոս ուղարկեց, որպեսզի ձեր կյանքը պահպանվեր։ Տեսնում եք սիրելիներ, ով էր տառապանքի պատճառը։ Հովսեփ չտեսավ իր եղբայրներին տառապանքի պատճառ։ Նա տեսավում Աստծո գերագույն նպատակը տեսավ սիրելիներ։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի դու կարողանաս ճանաչել Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Եթե տխուր ես, էլի գոհացի Աստծուց։ Եթե շատ ուրախ ես, էլի գոհացի Աստծուց։ Կարողացի տեսնել, որ առանց Աստծո կամքի ոչինչ երկրատեղի չի ունենում սիրելիս։ Այն առատությունը, որտեղ է Աստված քեզ, ու դա դու այսօր վատնում ես ավել բաների վրա։ Կան մարդիկ սիրելիներ։ Հանդիպում ենք շատ մարդկանց, երևի ձեր քաղաքում է շատերը կան, մեր մեջ են եղել շատ շատերը, որոնք երկու բառ սկսել են քարոզել ու ասել են, գիտես, դու հովիվ կարող ես լինել, ես էլ կարող եմ հովիվ լինել։ Ես առնում եմ ժողովուրդը գնում եմ առանձին հովություն անեմ։ Եվ նրանք մի օր հայտնվելու են սովի մեջ։ Եվ նրանք չունեն էլ պաշար այդ սովի ժամանակ կանելու։ Եղել են մարդիկ, որոնք սովի մեջ կոտրվում ու ունում են, ասեն չունեն մենք իրավիճակ։ Ինչն է պատճառը, որ դու այս առատությունը ճիշտ չես օգտագործում, որ Աստված քեզ տվել է։ Մենք այսօր ունենք հնարավորություն սեներ, ամենագերագույն հնարավորությունը սա նա է, որ մենք այսօր ազատ այս վայրում քարոզում ենք Աստծո խոսքը, որ դու այսօր ազատ նստած ես, լսում ես, սա գերագույն շնորհք է Աստծուց տված։ Աստված ուզում է, որ դու սա գնահատես քո կյանքի մեջ, որտեղ մենք սպասում ենք եկեղեցու շատ մեծ հալածանքի ու նեղության։ Եթե այսօր այս խաղաղության մեջ դու դժվարանում ես գալ Աստծո տուն, Աստծուն փառք տալու, ինչ կանես, երբ վաղը այսօր սկսեն հալածանքներ քո կյանքի մեջ։ Այսօր երկրներ կան, որտեղ քրիստոնյաները սպանվում են, գիտեք, որտեղ մայրերին զրկում են իրենց մայրական իրավունքներից, երեխեքին ձեռքերից առնում ու որբանոց են տալիս։ Նրա պատճառով, որ նրանք քրիստոնյա են, Հիսուսին են ուտում։ Այսօր մարդկանց զրկում են իրենց ամբողջ ունեցվածքից, որ իրանք քրիստոնյա են դառնում։ Բայց գիտեք, զարմանալու մի բան կա, ես մի քանի ընդամենը վկայություն ուզում եմ պատմել։ Թուրքիայում այցելում եմ Թուրքիայում այսօր կա թուրքական եկեղեցի, որոնք Քրիստոսին են դարել։ Թուրքիան մի երկիր է, որ օրենք ունի։ Իրանց անձնագրերի մեջ դրված է իրանց դավանանքը, գրվում է իրանց դավանանքը։ Եվ դավանափոխության համար իրանց անձնագրերի մեջ խփվում է կանաչ գույնի պեչատ։ Եվ այդ պեչատը սեներ զրկում է մարդկանց բոլոր իրանց սեփականության իրավունքներից։ Իրանք ոչինչ չունեն, ամեն բան պետությունը վերցնում է իրանց ձեռքից։ Կնոջս հետ այցելեցինք եկեղեցի, եղբայրներից մեկը խնդրեց, ասեց խնդրում եմ մեր տուն այցելություն կատարենք։ Ելանք, եկանք այդ եղբոր տուն։ Պատասխանատու եղբայրը ասեց, որ այդ եղբայրը շատ հարուստ ազնվորություն է եղել, մինչև Հիսուսին դառնալը։ Ունեցել է 46 խանութ և 16 տրիկոտաժի ցեղ։ Եվ Հայաստանի շատ երկու նշանավոր մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են այդ տրիկոտաժի ցեղը, հենց կապված են Իրանից և ամեն շաբաթ ես ձեզ ասեմ, դուք գիտեցեք, 64 ֆուր կամազ ապրանք էինք ուղարկել միայն Հայաստան։ Ունեցել է սեփական յախտա, ունեցել է տուն, որի արժեքը գնահատվել է $1,360,000 $։ Բայց Հիսուսին հավատալով սիրներ, եղբայրը ասեց, որ ինքը զրկվել է ամեն բաներից։ Թուրք էինք, ազգության թուրք է։ Ես խոսում եմ թուրքերի մասին։ Ազգության թուրք է։ Եվ կնոջս հետ այցելեցինք, ճանապարհին ասեց, գիտեք, եղբայրն մենք մի քիչ նեղության մեջ ենք, ես ներողություն եմ խնդրում։ Այնտեղ որ գնում ենք իմացան Հայաստանից եմ, ասին սուրբ է եկել։ Ես էլ ինձ եկան զգացի սրանները։ Բայց որ մտա իրանց եկեղեցի զգացի, որ դեռ ես չեմ ապաշխարի, 40 տարի է։ Այցելեցինք, ասես մենք պատվալային հարկում ենք ապրում, իջանք ներքև պատվալային հարկ, ու ես ցնցված մնացի։ Գետին էր հողի վրա, իր երեխեքն էին, իր երկու կինն էին, և 14 երեխաներ։
նույնիսկ ատոր չկար, որի վրա նստեին։ Եղբայրը իր սպիտակ սառնոճկեն գցեց գետնին ու ասեց խնդրում եմ նստեք։ Սերներ ես ցնցված էի։ Կինը հաց էր պատրաստել, բրնձից փլավ էր պատրաստել, բերեց։ Ասեց խնդրում եմ ես անհարմարությունների համար ներեք, որտև գումար չունենք, ասեց մեր եկեղեցու քուրերից մեկը պարտք ունի։ Ես իմ երկու տղաների հետ մի շաբաթից ավել կաշկա ենք քշում կայարանից, վեշեր ենք տեղափոխում, այդ գումարը տալիս ենք այդ քրոջը, որպեսզի ինք իրա պարտքը բարի։ Եվ գիտեք հետաքրքիրը որն էր։ Որ նայեցի կնոջը շալսկերից արցունք էր գնում, ես էլ էի լաց լինում, չէի կարողանում խոսալ, շրտումներից ձիգ սխմել էի։ Նայեցի մի կնոջ դեմքին, այդ կինը ժպտում էր։ Մյուս կնոջը նայեցի ժպտում էր։ Երեխաները ժպտում են։ Ես եղբայրս ժպտում էր։ Ասեց գիտես, 46 տարի ամեն բան, ինչի ձգտել իմ սիրտը ունեցել է, բայց չեմ ունեցել Հիսուսին։ Ասեց այսօր ես Հիսուսին եմ գտել, և ինձ ոչինչ պետք չի։ Այդ դեպքից հետո սերներ ամիսից ավել անցել էր, ես ու կինս չեն կարողանում իմի գալ։ Եկանք հյուրանոց, ծնկենք եկե հյուրանոցի մեջ ու ձենով լաց ենք եղել, ձենով աղաղակելով, ասում Տեր Աստված ողորմի ինձ։ Հանկարծ մի բան պակաս է լինում մեր կյանքի մեջ, մենք սկսում ենք ինչ անել, բողոքել։ Հանկարծ մեր երեխան մի բան է ուզում, որ մենք չենք կարողանում առնել, մենք սկսում ենք աղաղակել։ Մենք սկսում ենք փոխզիջումների գնալ աշխարհի հետ, անիրավության հետ, կաշառտան, որ նպաստան ավել փող առնենք, չգիտեմ ինչեր անենք, որսի հանկարծ մեր տանկերակուրը կամ չգիտեմ ինչի չպակասի, բայց մարդիկ, որոնք կարող են ամեն բան Հիսուսի համար թողնել և իրաց կյանքի մեջ լինի նույն ուրախությունը և խաղաղությունը։ Սրանք մարդիկ են, որոնց Սուրբ Ոգին սովորեցնում է ինչ անել, իրաց կյանքը պահել հավասարակշռության մեջ։ 2007 թվականին սերներ, այդ երկրի մեջ մեծ աղետ տեղի ունեցավ։ Մեկ հովվի և երկու ծառայողների, Ուգուր, Թիլման և Նեժատի անձնավորություններին եկեղեցում տանջամանելով սպանեցին։ Ուգուր ուներ 11 երեխա, Թիլման ուներ 6 երեխա, Նեժատին ուներ 3 կին 24 երեխա։ 4 ժամից ավել 11 երիտասարդ տանջել են։ Ամեն մեկի մարմնի վրայի դանակի հարվածները այնքան են եղել, որ էքսպերտիզը չի կարողացել հաշվել, թե ինչքան են եղել։ Եվ վերջում 3-ի գլուխն էլ կտրել են։ Բայց այսօր սերներ, այդ ընտանիքները, իրանց կանայք և իրանց երեխաները եկեղեցում են։ Իրանք չեն դատարել Հիսուսին պաշտելուց։ Իրանք չեն բողոքում։ Ես շուրջ 2 տարուց ավել է։ Երևի եթե ոչ ամեն ամիս, երևի ամիս ու կեսը կամ 2 ամիսը գիտեն եղբայրները։ Գնում եմ Թուրքիա, ամեն անգամ այցելում եմ։ Ես մի անգամ, նույնիսկ անգամ խոսացել եմ, ասում եմ, ինչով կարող եմ օգնել։ Ասում եմ եղբայր, մենք օգնության կարիք չունենք, մենք ունենք մի բանի կարիք, Աստծո խոսքը տուր մեզ, որ մեր սրտերը խաղաղության լցվի։ Դեպքից հետո սերներ, Վոլգոգրադից մեր եղբայրը, Վալոզիա եղբայրը, որը մեր Պավել աղբորը այդ բանդ են նստած եղել, իրար ճանաչում են։ Իր ընտանիքով տեղափոխվավ և սկսեց հովվություն անել այդ եկեղեցում։ Եվ 2009 թվականին Վալոզիա եղբայրը իր տղու հետ, նոր ես դա պատմում է։ Գնում են եկեղեցի առավոտ շուտ աղոթքի կանգնելու համար, 2 երիտասարդներ ներս են մտնում, դուռը փակում են,
եւ սկսում են կապել եղբորը երկու եւ հորը եւ տղային կապելատորից եւ սկսում են նորից տանջում անել։ Եղբոր աչքերը առաջին սկսում են որդուն անդամահատել, ակաժներն են կտրում, մատներն են կտրում։ Հետո վիզը կտրում են, գլուխը կտրում են, տրում են եղբոր ծնկների վրա։ Եվ վերջում է տանջում անելով նույն ձևով սպանում են Վալոդյա եղբորը։ Եվ բռնվելով սերներ, այդ երկու երիտասարդները կանգնում են դատարանի առաջ։ Մուսուլմանական երկիրը օրենք ունի։ Այդ երկրում տուժողի մայրը կամ կինը ինչ որ պահանջում է դատարանից, դատավորը պարտավոր է 70%-ով լիարժեք կատարի այդ կնոջ խնդրանքը։ Եվ գործը արձակրվում են, նրանք իրաց ազգի համար համարում են հերոսներ, որոնք դավանափոխ շների են սպանել։ Եվ երբ որ մեղադրողը կանգնում է պահանջում է երկու երիտասարդներից ցմա բանտարկություն, դատավորը խոսքը ուղղում է կնոջը, մորը, մեր եղբոր Սվետլանա կնոջը, եւ ասում է ինչ ես դու պահանջում դատարանից։ Ես չգիտեմ, գիտեք թե չէ, մինչև այսօր էլ մուսուլմանական երկրներում, Իրաքում, Իրանում, Թուրքիայում, Արաբիայում, բոլոր տեղերում մահապատիժ ուժի մեջ է։ Եվ եթե պահանջեն մահապատիժ, այդ մահապատիժը տեղի կունենա։ Եվ քուրը վեր կենալով դատարանի մեջ ասում է քարլռություն էր, ասում է հայացքը բարձրացրեց, աչքերին արցում կար, եւ նա ասում է դատարանից պահանջեց ներել եւ դատարանից բաց թողնել երիտասարդը։ Եվ ասում է, որ ամբողջ դատարանը ցնցված է։ Նույնիսկ քույրը պատմեց, ասում է, որ դատավորը իր նստած տեղից վեր կացավ։ Ես չգիտեմ, գիտեք թե չէ, կանայք մուսուլմանական երկրներում արժեք չեն ներկայացնում, իրանք չեն համարում մարդահաշիվ, իրանք համարում են ուղղակի գույք, իրանք առնում են, իրանք վաճառում են։ Մինչև այսօր էլ Իզմիրի վերում կա կանանց շուկա, որտեղ մարդիկ վաճառում առնում են։ Իսկ եթե նույնիսկ աղջիկ ես գնում, դու պետք է փող վճարես, որ այդ աղջկան առնես։ Այդ օրենքը մինչև այսօր իրական է եւ գործում է։ Եվ ասում է դատավոր իր նստած տեղից վեր կացավ, ասում է մոտեցավ այս քույրիկին, գլուխը ասում է կախեց ու ասեց ես խոնարհվում եմ ձեր առաջ։ Ինչ կանենք մենք, ես այս հարցին ինձ եմ տվել։ Ուզում եմ, որ դու քեզ հարց տաս։ Քո կնոջը քո երեխուն սպանողին ինչ կանես։ Ես գիտեմ, որ դու կասես, թող օրենքը ինչ որ հասնում է դա էլ անի։ Ես ճշտամություն չունեմ, բայց թող օրենքով ինչ որ հասնում է անի։ Բայց այս քուրը պահանջում են ներել։ Եվ այս երկու երիտասարդների ստերներ դատապարտում են ընդամենը 4 տարվա ազատազրկման։ Նոր տարուց առաջ սերներ, երբ որ այցելեցինք այդ եկեղեցին ասեց եղբայր, ասեց մենք աղոթք ենք անում իրանց համար։ Բանտում նստած ասեց այդ երկու երիտասարդի համար աղոթք ենք անում։ Եվ ասեց մենք որոշել ենք, որ ամսու 6-ին Քրիստոսի ծնունդի օրը մենք ծոմով պետք է աղոթք անենք այդ երկու երիտասարդների համար։ Եվ գիտեք, մի ամիս առաջ էր, որ զանգեց եղբայրը սպասավոր խոսացինք, ասեց եղբայր աչքը լույս եմ ուզում քեզ տալ, ասեց ինչ եղել։ Ասեց ընդամենը մեկ շաբաթ առաջ, անցած շաբաթ։ Պաշտամունքի ասում է ժամանակ 34 հոգի մարդ մտավ դալիճ։ Եվ ասում է իրանք եկան, ընկան երեսի վրա, ասում են լաց են լինում, ասում են մենք խնդրում ենք, որ դու մեզ ներես, որ դուք մեզ ներեք ու ներեք։ Եվ ասում է գիտեք ովքեր են, ասում եմ ով են եղբայր, ասում է երկու երիտասարդների ընտանիքներն են։ Այսօր սերներ, մի 10 օր 15 օր առաջ էր երևի, երբ զրուցեցի եղբայր, ասեց եղբայր, ուզում եմ աշկար լուսան քեզ տալ, ասի ինչ եղել, ասեց երկու ընտանիքներն են, ջրով մկրտվել են Սուրբ Ոգով եւ դարձել են եկեղեցու անդամ։ Երկու երիտասարդները բանտում նստած, խնդրել են իրանց ծնողների, որպեսզի իրանց փոխանցեն նոր կտակարանը, որպեսզի բանտում իրան կարդան Տիրոջ խոսքը։
ինչ իրավիճակի մեջ դուք հայտնվեց։ Եվ ինչպես կնայես այդ իրավիճակին։ Կնայես արդյոք Հովսեփի նման, կնայես արդյոք Հոբի նման, թե կնայես չգիտեմ ում նման։ Ես մի քրոջ հանդիպասել էր, ես այդ վկայությունը պատմել եմ, բայց եղբայրը հիշեցրեց, որ ձեր մոտ չեմ պատմել, խնդրեց որ զի պատմեմ։ 14 տարեկան, Գուլիա անունը, քույր էր, որին ես հանդիպեցի պաշտամունքի ընթացքում եւ նա պատմեց իր վկայությունը։ Սովորում է բժշկականում թաղապետի աղջիկ է, շատ հարուստ մեծահարուստի աղջիկ։ Եվ այդ գերմանական կլինիկան պրակտիկա գնալու ժամանակ իրան վկայում են Հիսուսի մասին, պատմում են ու նա ընդունում է Հիսուսին։ Մի քանի պաշտամունքներ գնալուց հետո գաղտնի են հավաքում ընդեղ։ Այսպես ազատություն չկա, որ նստեք ու Հիսուսին լսեք։ Գաղտնի պաշտամունքներ գնալուց հետո մկրտվում է Սուրբ Հոգով եւ հաստատվում է Տիրոջ մեջ։ Մի քանի ամիս հետո իր հայրը իմանում է, որ աղջիկը քրիստոնյա է դարձել։ Եվ գիտեք, ասում է, այնպես էր ծեծել, որ 4 օր կոմայի մեջ վերակենդանացում աղջիկը պարկած էր մնացել։ Ամսից ավել պահանջվել է, մինչև այդ աղջիկը կարգավորվել է, կազդուրվել է եւ տուն է եկել։ Տուն գալուց հետո էլ ասում է, հերմից ծեծում էր, անարգում էր եւ ասում էր, ես քեզ ժամանակ կտամ, որ դու ուղղվես, որ քո կյանքը ուղղես, եթե ոչ ես քեզ կսպանեմ։ Եվ ասում է, որ մի օր էլ հավաքել է Իրաստան, այդ իրան ցեղի ասում է մեծամեծներին, հարուստներին, կանչում է աղջկան եւ ասում է, դու պետք է որոշում կայացնես։ Կամ դու մնալու ես մերը, որի համար ես խոստանում եմ քեզ, կատարել քո ամեն ցանկությունը։ Ցույց է տալիս մի քարտ եւ ասում է, սրա մեջ $1 միլիոն գումար կա։ Եթե դու հրաժարվես, ես սա պատրաստում եմ քեզ նվիրելու։ Ցանկացած տունը, որի վրա կդնես քո մատը, դա կլինի քոնը։ Ցանկացած մեքենա, ինչ դու կուզես, ես կյանքում կառնեմ, մենակ այդ անպատվությունը վերցնում էր վրայից։ Մի դարիվ քրիստոնյա մնա մուսուլման մեր։ Եվ ասում է աղջիկը նայում է ծնողին ու ասում է, գիտես հայր, ես չեմ կարող ուրանալ մեկին, որ ինձ համար է եկել աշխարհ։ Գիտես չեմ կարող ուրանալ մեկին, որ ինձ համար ծեծվել է, թքվել է, նախատվել է։ Չեմ կարող ուրանալ մեկին, որ ինձ համար խաչվել ու մեռել է։ Ես չեմ կարող ուրանալ։ Ասում է հերը ծեծում է, ասում է, որ ես քեզ խայտարակ պետք է անեմ։ Հարցակվում է վրան եւ մայրը լաց լինելով կանգնում է մեջտեղ բրիթվեն, լեզվին, տալիս է աղջկան, հրում գցում է բանիկ, ասում է, երակներդ կտրիր գոնե այս անպատվությունը մեր կյանքի մեջ չլինի։ Եվ այդ քուրը պատմում է, ասում է, լացով ընկավ աննի առաջ, ասում է, նայի վերև ասի Հիսուս, դու ինձ համար ալացվել ես, ես է քո համար եմ ալացվում։ Դու ինձ համար ծեծվել ես, ես է քո համար եմ ծեծվում։ Դու ինձ համար մեռել ես, ես էլ քեզ համար եմ մեռել։ Ասում է, տարա լեզվին, որպեսզի երակներից սկսեմ, ասում է, ձայն առավ, շրջվա, ասում է, տեսա մեկին, որ վարնի բերանին նստած էր։ Ասում է, նայեց ու ասեց, գիտես Գուլի, երբ որ ես քեզ համար մեռնում էի, անարգվում էի, տանջվում էի, խաչվում էի, ես իմ երակները չկտրեցի։ Ասում է, ընկավ լեզվին ձեռքիցս, և ասում է, ներիր ու ներիր, դուրս է գալիս ու ասում է, արա այն ինչ ուզում ես։ Ես տուն ունեմ թերթի մեջ տպագրված նկարներ, թուրքական թերթի մեջ։ Եվ գիտեք, հայրը ամբողջությամբ մերկացնում է իր 14 տարեկան աղջկան։ Ձեռքերը թելով կապում է հետևը, որպեսզի չկարողանա իր ամոթանկը ծածկել։ Եվ մի հաստ ժնջիլ, կովի ժնջիլ, անցնելով իր վիզը, իր սեփական աղջկան դուրս է քաշում փողոց։ Եվ մարդկանց ասում է, վարվեք այնպես, ինչպես դուք ուզում եք, որտեղ ինքը դավանա փոխշում։ Մենք այսօր բազում ենք, ասում ենք, եղբայր հալածանք ընտանիքիս մեջ։ Ինչ հալածանք։ Ամուսինս հայրում է, ասում է, մի գնա հայրույթին։ Եղբայր ջան, պրոբլեմ կա, չեմ կարող գալ պաշտամունքի։ Ինչ է եղել։ Մայրս չի թողնում, որ գան պաշտամունքի։ Երևի դուք շատ մեծ նեղության մեջ եք։ Եվ գիտեք,
մարդիկ սկսում են թքել այդ աղջկա վրա, սկսում են կտրել մարմինը, հայոյել, հարվածել և փողոցից փողոց այդ աղջկան տանում է հայրը։ 3 ժամից ավել նա փողոցներով իր աղջկան ման է բերում, հեռուստատեսությունը նկարում է, թղթերը նկարում են, լրագրողները նկարում են, մարդիկ տեսնում են և ինքը շատ լավ էր անզվում, որ այդ անարգանքը իր վրայից վերցվում է։ Եվ մի ոսկերիչ մեծ հարուստ մարդ կանգնած իր խանութի դուռը մոտենում է այդ մարդուն և ասում է. վաճառի իր աղջկան ես կառնեմ։ Եվ նա ասում է 100 լիրա։ Ես չգիտեմ, եթե Թուրքիայից տածող գալացող կամ մեջներդ գիտենակ, դա մոտավորապես $70 կարգի գումար է։ Ես զարմացած ես մարդը ասում է, ինչի համար այդքան գումար, ասում է, դա տամ մոլային, որպեսզի մոլեն այս անարգանքը իմ վրիցս վերցնի սրտի։ Տալիս այդ գումարը այս հարուստը բերում է այս աղջկան իր տուն։ Պատվիրում են, որպեսզի լողացնեն, մաքրեն, շտաբօգնություն են կանչում, վերքերն են կարում, կերակրում են, հանգստացնում են և առավոտյան այս աղջկան կանչում ասում են. գիտես ինչի համար եմ ես քեզ առել։ Դա ասում է գիտել եմ, առել ես, որ քո սեփականությունը լինեմ, ասում է ոչ դրա համար չեմ առել։ Ասում ես մի քանի փողոց քեզ հետ գալիս է ու նայում է քո դեմքին։ Նրանք քեզ թքում են, անարգում են, ծաղրում են, բայց ասում է ես նայեցի քո դեմքին և տեսա, որ քո դեմքին խաղաղություն ու շփիտ կար։ Ուզում եմ դրա պատճառը իմանալ։ Ասա ինձ, ինչի համար էիր դու շփվում։ Եվ ասում է գիտես, երբ որ ինձ դուրս հանեցին այդ անարգանքի մեջ, շատ դժվար էր, ասում է գլուխս կախ էի գցել ու խնդրում էի, որ Աստված օգնի ինձ։ Բայց ասում է տեսա հանկարծ, որ երկինքը բացվավ։ Ասում է երկնքի միջից մի հզոր ձեռք, ցած կախվավ ու ասեց մի վախեցիր։ Եվ ասում է ամեն անգամ, որ ինձ հարվածում են, թքում են կամ նախատում են, ասում է ձեռը բացվում էր, անգին քարեր լսվում իմ վրա, դրա համար է ես ժպտում։ Ես հարուստը ասում եմ, գնա ես քեզ ազատման թուղթ եմ տալիս։ Ունեն նման օրենք ես օրինակ, գրում է թղթի վրա, որ ես ես ինչ անես, հանդիսանալով սրա սեփականատերը ազատ եմ արձակում, գնա ազատ ես, դու ուր որ ուզում ես։ Եվ նա գալիս է եկեղեցի այդ աղջիկը։ Հաջորդ օրը այս մարդը փնտրում է այդ աղջիկան։ Գալիս է եկեղեցի գտնում ու տանում է իր տուն։ Եվ ասում է մի վախեցես քեզ վնասելու համար չեմ բերել։ Դու այսօր պետք է օգնես ինձ, որպեսզի ես էլ գտնեմ այդ ուրախությունը իմ կյանքում։ Եվ նրանք աղոթքի են կանգնում, սիրելիներ։ Ասում է, որ ընդամենը 4 ժամ էր անցել, որ աղոթում ենք, Տիրոջ Սուրբ Ոգին լցվեց այդ տան մեջ, լցվեց այդ հարուստի մեջ, իր կնոջ մեջ, երեխեքի մեջ։ Եվ գիտեք անցան տարիները, անցած տարիներ, այդ նույն եղբայրը իր աղջկան հարց տարավ այդ աղջկան։ Եվ դեկտեմբերի 28-ին պաշտամունքի ժամանակ, այս տարվա դեկտեմբերի 28-ին, եղբայրը ասում է, որ դուռը բացվավ, ասում է այդ աղջկա հայրը, լաց լինելով, վազելով ասում է եկավ, ընկավ աղջկա ոտքերը գրկեց ու ասեց, խնդրում եմ ներիր ինձ։ Եվ գիտեք արդեն 2 ամսից ավել է դասնավորությունը եկեղեցի հաճախ։ Գիտեք սիրելիներ, պետք է կարողանաս կանգնել։ Այս առատությունը, որ Աստված քեզ տվել է, նստած ես տաք դահլիճի մեջ, եղբայրները տարիքով ավելի շատ նեղություններ են տեսել։ Դուք դա չեք տեսել, ես երեխա եմ եղել, հիշում եմ։ Գիտեք, սա շնորհք ու առատություն է, որ քեզ տված։ Այս խաղաղության տարիները Աստված տվել է ինձ ու քեզ, որպեսզի տաճարի շինարարությունը կատարվի։ Օգտագործիր դա ճիշտ։ Օգտագործիր դու դա ճիշտ։ Կգան նորից այդ նեղության ժամանակները։ Ինչպես ես դու դիմակայելու։ Ինչպես կկանգնես սառույցի վրա պաշտամունք անցկացնելու։ Ես հիշում եմ երեխա եմ եղել Ջորջ եղբայրները ավելի լավ կհիշեն։ Գարնի գնում ենք ձմեռով պաշտամունք անցկացնելու ձան վրա կանգնած։
8 ժամ, 10 ժամ։ Բժնի պաշտամունք են գնաց այսօրվա պես հիշում եմ, տեղ չկար, գիշերային պաշտամունք էր, ժամի 7-ից մինչև առավոտը պաշտամունք էր, նստելու տեղ չկար, բոլորը կանգնած էինք եւ չենք հոգնում։ Իսկ այսօր աթոռներն են չոր, դահլիճն է ցուրտ, տրանսպորտի փող չունեն։ Հիշում եմ այս եղբայրներ կհիշեն, գյուղից գյուղ ամեն չորեքշաբթի օր 17 կիլոմետր, ոտքով մենք գնում ենք, քարոզում ենք 17 էլ հետ էինք գալիս։ Այսօր մենք ավտոբուսով չենք գնում, մեքենաներով ենք գնում, բայց չենք գնահատում այս առատությունը, որ Աստված տվել է մեզ։ Հիշիր սիրելիս, կան այսօր մարդիկ, որոնք տառապում ու տանջվում են, բայց դու այսօր հանգիստ նստած ես, մի պարակ տեղ օգտագործիր Աստծո տված այս շնորհքը։ Այս առատության 7 տարիները, որ քո դաշտի մեջ կբերեն առատ բերք, մի ցնիր այստեղ ու այնտեղ, աշխատիր ճիշտ օգտագործել ու քեզ համար պաշար հավաքել, յուղ հավաքիր քո մեջ, որ վաղ մյուս օր ձեն տանքես, փեսան գալիս է, վառես քո լապտերը ու դուրս գաս քո փեսային դիմավորելու, թող Աստված օրհնի ձեզ ամեն կամը կամուկ։